Հարյուրավոր վանաձորցիներ մասնակցեցին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի համատեղ կազմակերպած կենդանի շղթային։ Այն սկսվեց մանկավարժական ինստիտուտից, ձգվեց մինչև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Կենդանի շղթային միացել էին գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները, տասնյակ կազմակերպություններ։ Երթը նպատակ ուներ համախմբել մարդկանց, մեկ անգամ ևս կոչ անել քաղաքակիրթ աշխարհին ընդունել հայության դեմ կատարված ոճիրը։ Ավելի քան 1500 մարդ ձեռք-ձեռքի բռնած ճանաչում վանկարկումով հասավ Աստվածածին եկեղեցի, միանալով հազարավոր համաքաղաքացիներին։ Մենք մի գաղափարախոսություն ենք դրել, որ պետք է համախմբեինք բոլոր վանաձորցիներին եւ այս երթին մասնակցություն են ունեցել իրենց բոլոր հասարակական կազմակերպությունները եւ գետե բոլոր հանրակրթական դպրոցները։ Պետք է ցեղասպանության ճանաչման գործում միասնաբար հանդես գան հայ մտավոր եւ հոգեվոր բնագավառները եւ երիտասարդությունը, որը ինքնին խորհրդանշում է ուժը, պետք է առաջնորդի դեր ստանձնի այդ գործում։ Կարելի է մեջ բերել հայոց ցեղասպանությունը վերապրած դանթայական դժոխքի միջով անցած Եղիշո Չարենցի անմահ ով այ ժողովուրդ միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։